Մահվան վախ, ինչ են թաքցնում մեզանից հազարամյակներով։ Ինչու է մահվան մասին խոսելը համարվում տաբու։ Այնինչ հենց դրա մասին չխոսելով ենք մենք մեռնում ամեն օր։ Դու չգիտես ինչից ես վախենում, բայց այդ վախը ղեկավարում է քո բոլոր որոշումները։ Այսօր մեզ հետ մի մարդ է, ով բացահայտում է ոչ թե մահը, այլ մարդու ներսի մահացու լռությունը։ Էպիգենետիկ Գեորգի Ավագյանն ասում է. մահից վախենում են նրանք, ովքեր կյանքից հրաժարվել են։ Որ սերմը մտնում է մամայի մեջ ձվաբջիջի հետ հանդիպում է, ու կինս դու չեք պատկերացնում քիչ ամսանից մորթի։ Դրա համար մահի վախը հնարած բան է հրեաներից, որ ղեկավարին աշխարհը։ Մահ իրականում չկա։ Ոնց մենք շոր ենք փոխում, հոգին մարմինն է։ Так что մահ իրականում չկա, որտեղ իրան արժեքազրկել են, դա ջինջում եմ, ֆոբիան էլ չկա։ Մենք ֆոբիան չենք բուժում, մենք խանում ենք արժեքազրկումը։ Ասում եմ, ինչ պլաններ ունես անցյալի վրա։ Ափսոսան, խայտարակ, մենք եկել ենք մահից։ Մահից ենք եկել։ Միջև բեմնավորվել է, որտեղ եկել ենք եղել։ Մեռած։ Բարև ձեզ դոկտոր։ Շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվել եք եւ վստահ եմ, որ հետաքրքիր միևնույն ժամանակ շատ կարեւոր զրույց ենք ունենալու։ Շնորհակալություն, լավ տրամադրության, որ այսօր մենք հանդիպել ենք։ Դոկտոր, կարևոր թեմայից ենք խոսելու։ Մահ, մահվան առեղծված, մահվան վախ եւ դրանից բխող ֆոբիաներ։ Մահվան վախը համարվում է բոլոր ֆոբիաների մայրը։ Ինչու՞։ Գիտեք, մարդը չգիտի ինչ ալնելու իրան կյանքից հետո։ Դրա համար առաջի մահի վախը չիմանալ ինչ ալնելու մյուս կյանքում։ Լուբոյ վախը հիշքան դու փնտրես, անպայման չի մահի հետ կապված։ Մեկը վերջումը незнание, չիմանալ ինչ ալնելու հետո։ То есть մենք վախում ենք ոչ մահից, այլ վախում ենք չիմանալուց ինչ ալնելու այս կյանքից հետո։ Եվ լուբոյ վախը, ամոթը, մեղավորը, կարլի է, չի կարլի, օրենք, ադատ, թասիբ, նամուս, վերջումը, բերում է մահ։ Միջև մահ, գալիս է մինակության վախ, որ ես մինակ կմնա։ Как раз таки իմ գործս ինչումն է, որ ես մարդկանց, даже и մեր դասերում, էպիգենետիկան, պսիխոսոմատիկա, մենք սովորացնում ենք, որ ինքը հարգի իրան մինակությունը։ Հիշքան դու կարաս հարգես քո մինակությունը, որ դու մինակ ես, այնքան ամեն վարկյամը դու հաճույք ես ստանալու կյանքից։ Ինչքան դու ապագայում մտածես հանկարծ բավոր, դու չես ապրում, դու գոյատևում ես։ Ու այն աշխարհը շուտ է գալի, որտեվ դու անպետք ես, որտեվ դու այսօր չկաս, այս վարկյամում դու չկաս։ Դու ապագայում ես կամ անցյալում։ Ասում եմ, ինչ պլաններ ունես անցյալի վրա։ Ափսոսան, խայտարակ, խի, չէ՞։ Բայց երբ ես ապրելու։ Как раз que մեր կյանքը այսօր այս վարկյամումն է։ Ասում եմ, ես մտածում եմ վաղվա մասին, բայց վաղը արթնանում եմ, էլի այսօրը, միշտ այսօրը, միշտ այս վարկյամն է։ Դրա համար մահի վախը հնարած բան է հրեաներից, որ ղեկավարին աշխարհը։ Մահ իրականում չկա։ Ոնց մենք շոր ենք փոխում, տուն ենք փոխում, մեքենա ենք փոխում, ընկերներ ենք փոխում, հոգին մարմինն է փոխում։ Так что մահ իրականում չկա։
կա գործիք, մարմինը գործիք է։ Ապա ինչով է պայմանավորված, որ գրեթե բոլոր մարդիկ վախենում են մահից։ Ինչու են վախենում։ Средство манипуляции. Էսի manipulation։ Մանիպուլյացիա է։ Մանիպուլյացիա դա հետաքրքրված է կրոնը եւ պետությունը։ Որովհետեւ ամեն պատիժը, ամեն զակոնը, որ իրանք սարքում են, օրենքները, դա կապված է էլի մահի հետ։ Որ քեզ կնսացնեն 10 տարի բերդ, այդ 10 տարի դու չես ապրելու, դու ապրելու ես ուրիշ, գոյատևել ես ուրիշ տեղ։ Դոկտոր, երբ է մարդու մոտ առաջանում վախը մահվան նկատմամբ եւ խոսենք, թե այդ ֆոբիան մահվան մարդու կյանքի որակի վրա ինչպես է բացասաբար անդրադառնում։ Դե որ դավա խոր մտածենք։ Մենք եկել ենք մահից։ Մահից ենք եկել։ Մենք եկել ենք մահից։ Ինչպես։ Բեմնավորվելու։ Միջև բեմնավորվել է, որտեղ ենք մենք եղել։ Մեռած։ Հոգի, առանց մարմին։ Չէ։ Մենք եկել ենք մահից։ Ու մամա է փորիկում 2.5 ամսից հետո չեմ իմանում ով որոշում է, որ դու լինես աղջիկ կամ տղա։ Ոչ մեկը չի կարող հիմա ապացուցի ով է որոշում։ Աղջիկա լինել թե տղա։ Մեկը որոշում է 2.5 ամսից հետո մաման փորիկում։ Բայց միշտ 2.5 մենք չենք իմացել ով ենք մենք։ Ու այս ժամանակ, որ մենք մամայի փորիկումն ենք, ուժը բջիջի մեջ ենք, բջիջը սկսում է զարգանալ։ Մենք սկսում ենք փորձ հավաքել։ Բայց փորձ հավաքելը ինչից է գալիս է։ Մամայի կյանքի որակից ինչ վիճակում մաման ապրում է իրան շրջապատի հետ։ Ու երեխան դեղից ուժը առաջի վարկամներից, որ սերմը մտնում է մամայի մեջ ձվաբջիջի հետ հանդիպում է, ուժը դեղից սկսվում է նոր կյանք։ Բայց նոր կյանքը սկսվում է ոչ մեր գիտակցությանով, այլ մամայի կյանքի որակից։ Եթե կողքին կիսորը մամային քաշքշում է, իհարկե քո ապագան այդքան լավ չի։ Դրա համար հղի կանանց պետք է ձերքի վրա պահես։ Երեք ուժը 2.5-3 ամսիկանից հետո, որ դու ճոկում ես, որ դու տղա ես կամ աղջիկ ես, այն ժամանակ կողքին մտնոլորտը ուժը իրան զրույցը ընդունում է այն քո վիճակից, ինչ վիճակին դու գտնվում ես մամային փորիկում։ Եթե մաման հաջող է, երջանիկ է, իրան սիրում են, ամուսինը կամ հարևանը, տարբերություն չկա։ Իհարկե երեխան ուժը կուտակվում է դեպի հաջողության ինֆորմացիա։ Ունդեղ մահի մասին ոչ մեկը չի մտածում, որովհետև ինքը մահից է եկել։ Ժամանակի ընթացքում մահվան մասին մտածելով կյանքի որակը մարդու ընկնում է։ Եվ իր առօրյա կյանքը չի կարողանում լիարժեք ապրել, չի կարողանում երջանիկ ապրել։ Դա էլ է թուլություն։ Մարդ չի կարողանում վերահսկել իր այդ վախը։ Ինչ անի։ Մարդ չի կարող վերահսկի կամ չի վերահսկի։ Ինքը կրկնում է իրան ծնողների կյանքի որակը։ Իրան ծնողները կրկնում են իրանց ցեղի կյանքի որակը։ Քեզ են մտցնում քո մեջ։ Զակոններով, ամոթով, չեմ անում ճիշտ ու սխալով, ծեծելով, ճարտփշուրելով կամ սիրելով, կամ ռոմանտիկ կյանքով, նայած ինչ ցեղում ես դու ծնվել, ինչ կյանքի որակը ունես քո ցեղդ։ Դրանից է կապված։ Դու սաղ կյանքը մահացած ես, թե սաղ կյանքը ապրում ես։ Մարմինը որ կա, դա չի նշանակում, որ դու ապրում ես։ Դա նշանակում է, որ դու գոյատևում ես։ Ապրելը ուրիշ է, ապրելը էդ հաճույքն է։
Ամեն վարկյան, որ դու վայել ես կյանք, ատե դա ապրելն է։ Ու как раз մեր դասերում էպիգենետիկան, պսիխոսոմատիկան, մենք как раз վերադարձնում ենք մարդկանց ապրելու մեջ, ոչ գոյատևելու։ Ինչու կա, հերիկա, մեզ շատ պետք չի, յոլա ենք տանում։ Շատերը նույնիսկ այսօր ոչ թե գոյատևում են, այլ փորձում են դիմանալ կյանքին։ Դիմանալ, ավելի վատ։ Գոյատևելը, դիմանալը, ինչից է կախված, մերն են պրծնելուց, որովհետև մահը իրականում փրկիչ է, որ ես դուրս գամ այդ իրականությունից։ Խեն ասում, մերն են պրծնեմ, չէ՞։ Սկզբից վախացնում են, կսատկեմ, կսատկացնեմ, կխեղդեմ, կմորթեմ, բայց հետո ասում են մերն եմ կպրծնեմ, ինչու։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, որովհետև սկզբից վախացնում են մահով, երկրորդը մահը փրկիչ է։ Դաժե Ղարաբաղի լեզվով գերեզմանոցը ոնց են ասում, գիտեք, հանգիստ արան, Ղարաբաղի լեզվով հանգիստ, то есть ազատվեցի, ու են մարդիկ, որ կարոտում է մամայի կորուստով, պապայի կորուստով, ինքը իրականում մամայի մասին չի մտածում, ինքը մտածում է իր անցավի մասին, չէ մամա ջան, արի նորից այդ անկողնում պարկի, տանջվի, ցավի, կարևորը կողքես լնես, ինքը թքած ունե մամայի վրա, Դա սուտ է, որ ես մամային կորուստը վատ եմ տանում, դու քու ցավն ես վատ տանում, ոչ մամային կորուստ։ Էգոիզմ է դա։ Конечно։ Դոկտոր, խոսում ենք վախերի մասին, ֆոբիաների մասին, թե դրանք ոնց են մեր կյանքի որակը գցում։ Ունենք այդ գիտակցությունը, որ կարողանանք ինքնուրույն պայքարել այդ ֆոբիաների դեմ։ Գիտեք, ֆոբիան ինքը ինքնուրույն ստեղծում է պահ, որ դու չկաս։ Ես չկամ։ Ուրիշը կարա ինձ ազդի։ Դա անպայման չի տարականը լինի, կամ սարդը լինի, կամ օձը լինի։ Ֆոբիա։ То есть ես այնքան չկամ, որ ուրիշը կարա ինձ վրա ազդի։ Արժեզրկում է դա մարդուն։ Իհարկե։ Բայց ինչից է գալիս։ Տրամը ես որ գնում եմ, տանում եմ այդ մարդուն, որտեղ իրան արժեքազրկել են, դա ջինջում եմ, ֆոբիան էլ չկա։ Մենք ֆոբիան չենք բուժում, մենք հանում ենք արժեքազրկումը։ Եթե արժեքազրկումը չկա, ուզում եմ օծելնի կամ կոկորձիլոս, չի ազդում։ Այսինքն ֆոբիաները հիմնականում առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր չունեն արժեքազրկված է։ Արժեզրկված են։ Իսկ ինքնավստահությունը այդ հարցում դեր խաղում է։ Ինքնավստահությունը մենք ենք ստեղծում։ Օրինակ, մի հատ աղջիկա եկել ինձ մոտ, ասում է, ես վախենում եմ, պաուկը ոնց է, սարդ, ասում դե դավայ, սարդը ինչ է, վայ դոկտոր, որ իրան պատկերացնում եմ, ջանաց բանանում, լավ, 20 տարեկան ես, 15 տարեկան ես, 10 տարեկան ես, 5 տարեկան ես, ինչ կան դեղ, վայ ասմա, մեր տունը սարդերը շատ է, գյուղի տունը, իհարկե գյուղի տունը սարդերը շատ կլինի, եթե դու արժեքազրկված ես, ուզում սարդը լինի կամ տարական, կամ մուկ, կամ կատու, այդ ժամանակ տպվելու է քու ենթագիտակցության մեջ, որպես կոտ, որ ես վատ վիճակում ժամանակ տեսել եմ սարդ, ես վատ վիճակում ժամանակ տեսել եմ կատու, ես վատ վիճակի ժամանակ տեսել եմ մուկ, ու դա դառնում է ասոցիատիվ կապ, սա կյանքը ես սկսել եմ գժվել։ Երբ խոսում ենք մահվան, վախի եւ ֆոբիայի մասին, դրա մեջ է մտնում նաեւ հարազատների կորստի վախը։ Հարազատի կորստի վախը երբ է առաջանում եւ
դրա հիմքում ինչ է ընկած։ Գիտես, ծնողները կապում են մեզ։ Ես քո մամատ եմ, ես քո պապատ եմ, մեծերին պետք է հարգես, մեծը քեզ վատը չի անի, մեծերին պետք է լսես, մեծը քո վատը չի ուզի, մեծը դու մերն ես, եթե դու ես գիշերը չեմ քնել, քեզ պահել եմ, ապահովել եմ, ու այդ երեխեն դառնում է պարտական։ Նույնը հակառակն է, չէ՞։ Չէ։ Հակառակը չկա։ Մաման կրկնում է իրան մամային արածը։ Ուստեղ մենք փոխում ենք, որ մամա դա քո կյանքն է, ու քո հանգստության համար դու ուզում ես ստեղծես, որ ես լինեմ պարտական։ Նա փոխում ենք, ու մաման եւ երեխեն դառնում են ինգերություն, ոչ մամա երեխա։ Եթե մամա երեխա կա, սա ընտանիքը փթում է։ 2016 թվականին իմ տղաս գնացել է բանակ։ Ես կարայի իրան ազատեի, որովհետև իրան ֆիզիկական պրոբլեմ ունեցել է։ Բայց ես իրան ասել եմ, ասում, դու գնա, ուրիշ կյանք տես։ Կինս իհարկե համաձայն չի։ Բայց ես ասում եմ, եթե ուրիշ տղեքը գնում են կռիվ, իմ տղս էլ պետք է գնա։ Բա որ մերնի, ասում, բա ուրիշների մամաների, որ երեխեքը իրանք էլ չէ կարան մերնեն։ Բա մեր երեխեն է, եթե իրան ժամանակը գա, մեկը ինքը գնալու է, ուզում ավտոբուսի ավտովթարի կամ բանի վթարի, այս մարդը գնացել ընդեղ, ու պատկերացրեք ես մի շաբաթ չեմ կարող զանգեմ երեխուս։ Քարորիա պատերազմի ժամանակ։ Այդ 16 տարի տիրի։ Ու կինս դու չեք պատկերացում, քիչ ամսեն ինձ մորթի։ Դե մաման, իհարկե։ Ես տրանդեմ չեմ, որ մաման է։ Դա ուժը անկախ իրանից է ինքը, այդ բնազդը միացրել, ու գորացել է վրես, խիսենց, արի ես երկուսով գնանք հադրուտ, դեղ էլ ամեն օր տիվիզոր ցույց են տալիս, քանի մարդ է մերում։ Ու լիքը իրան ընկերներ են մերել նեղ։ Բայց ինքը ողջ ամնացել, ինչով, որտեվ ինքը մաթեմատիկոս է։ Ես մանկությունից միշտ ասել եմ հաջան, որովհետև ինքը պատերազմի ժամանակ չի մտածել մահի մասին, ինքը մտածել է խաղի մասին, ոնց թուրքին սպանի, մտերը խփել, լիքը մեդալներով այկել տղես։ Ինչու, որովհետև մանկությունում ես երբեք չեմ ծեծել, չեմ խփել, չեմ ասել երբ ես գալու տուն, կամ չես գնալու, երբեք։ Ու ամեն դպրոցում փող եմ տվել ամեն իրան 5 ստանալու։ Մենակ դա եմ արել։ Ու չեմ թողել, որ իմ բարեկամներս մասնակցեն իմ երեխուս դաստիարակության։ Մամաս, կամ տատիկս, կամ մորքուր, հորքուր, չէ, չեմ թողել։ Ես եմ դաստիարակել, հոջոն։ Ձեր տղան ունի վախեր, ֆոբիաներ։ Չունեն։ Իսկ դուք ունեք։ Ես ունեցել եմ միջև ակադեմիա, միջև ես ֆոբիա չի, ագրեսիա։ Դա էլ է ձեր մայրիկից եկել։ Իհարկե։ Դու գիտակցել եք դա։ Չէ։ Ակադեմիա ժամանակ եմ ես գիտակցել, որ դա իմը չի, այդ ագրեսիան։ Там մամայի ցեղի գիծն է։ Որը ձեր կյանքի որակը խաթարել է։ Դե նայես, ինչ ցեղում ես դու մեծացել։ Եթե դու դաժե տարածքը Չարբախտը թարգմանում է Չարբախտ։ Ունդեղ մարդը չի կարող լինի երջանիկ։
ուզում ես $1 միլիոն լինի։ Ինչու՞։ Որովհետեւ չար բախտա։ Դա էլ է կոդ։ Արտասովոր բաների մասին եք խոսում, դոկտոր։ Ու ես ինչ եմ արել։ Սփոխել եմ կոդը։ Իմ կոդը սփոխել եմ։ Ինքնուրույն։ Հա, ես ասել եմ, ինչը ինձ հետ արել են մանկությունում իմ ծնողներս, ես թույլ եմ տալիս, որ դա ընդունեմ որպես դաս, ոչ որպես ստրես։ Ուտրամայս չեմ ծերանում։ Դուք այդ ամենը արել եք ստրեսի ժամանակ։ 64 տարեկան տղա եմ, բայց չեմ ծերանում։ Ինչու՞։ Մինչև հիմա շպագատ եմ նստում։ Ձերքով, ոտով կարամ սիգարետ բերանից խանեմ։ Ինչու՞։ Անցալ չունեմ։ Իմաս անցալս ջնջված է։ Նույնն էլ ես եմ անում իմ հաճախորդներին։ Աշխարհի չեմպիոն, 17 աշխարհի չեմպիոն եմ սարքել ես։ Բայ без правил, անկանոն մարդիկ, որ թուրքի կողը կոտրել է Արտուրը, էլի ես եմ պատասխան։ Ինչ եմ արել։ Ինքը գնում է բոյ ոչ գրելու, խաղանելու։ Интерес. Мы живем в интересе. А когда тела не будет, мы все равно родимся в другом месте. Мы так живем. Դոկտոր, եթե փորձենք ստատիստիկա ներկայացնել, ֆոբիաներ ավելի շատ ունեն աղջիկները թե տղաները։ Աղջիկները։ Ինչու։ Իրանց նրբազգայունը 29 անգամ շատ։ 29 անգամ։ Աղջիկները 29 անգամ ավելի նրբազգաց են։ Եվ դա ինչ փորձերի եւ ինչ օրինակների հիման վրա եք ասում։ Դե մի հատ աղջիկը կամ չտի, կջղանանա, կվախի, կգորա, կճվա, մատը կչապալախի, հետո կփախչի։ Տղային կամ չտի, ասել եմ, այս գրողը լավ չի։ 80 տարեկան կնոջին մի հատ խաղալիք նվերի, ինքը ուրախանվել է նույնը ոնց 3 տարեկան աղջիկ։ Աղջիկները հատկապես ինչ ֆոբիաներ են ունենում։ Տղամարդկանց։ Այսինքն Իրանք ուզում են տղամարդը իրան տիկուն կաղնի։ Բայց որ տեսնում են, որ պապան տիկուն չի կաղնում, գոռում, աճևում, իրանք շուտ են մեռնում։ Քիշան ապրում են աղջիկ։ Այսինքն աղջիկները տղաներից ֆոբիաներ ունեն։ Իծոնե, գենետիկ։ Աղջիկը պետքա տղամարդու տիկունք ունենա, մեջքը, որ ինքը երեխուն մեծացնի, վագրից, կամ ես նայω, առուծից, տղամարդ պետք անի։ Բայց որ տղամարդը գալիս է տունը գոռում, աղջիկը ասում է, ես կյանք չկա, չմո, սա տղամարդը չմո են։ Ինքը չի կարա ես վագրից փրկի, ու շուտ ան մեռնում։ Դոկտոր, երբ հարազատի մասին ենք մտածում, հարազատի կորստի մասին ենք մտածում, մեր կյանքի որակն էլ է ընկնում, եւ այդ ֆոբիաներից մեկն է դա համարվում, հարազատի կորուստը։ Դա ինչի մասին է խոսում, մենք վախենում ենք հարազատի կորստից, թե մենք վախենում ենք մեզ համար։ Մեզ համար։ Ով մեռել է, ինքը կայֆի տակ է։ Ես 7 րոպե այնտեղ եղել եմ առաջի պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը հետ չի ուզում գա։ Որտեղ եք հետ եղել։ Դե կլինիկական մա։ Կլինիկական մա եք տարել։ Հա։ Վերադարձել եք։ Հա։ Ու ափսոսել եմ։ Դոկտոր, շատ տարբեր մարդիկ տարբեր բաներ են պատմում, թե ինչ են տեսել այնտեղ։ Դուք ինչ եք տեսել։ Սեր։ Ավելի պատկերավոր կներկայացնեք։ Սա աշխարհի իմն է։ Ազատ, ամեն ինչից։ Սեր, կաշմարնի սեր։ Ու հետո որ սա եկա իմ մարմինս, երևի ժամանակս չի եկել։
այդ ցավերը ասում մարա աստված դավայ նորից գնամ Փոշմանել եք, որ հետ եք եկել։ հա ու 32 տարի այդ գործի մեջ եմ ով կլինիկական մահ տարել ու ոչ մեկը չի ասել որ ես ուզել եմ ստեղ մնամ Կարող եմ ենք դժոխքում ենք ապրում։ բայր Սա դժոխքն է։ Հայ Ալադին հիշում եք մուլտիկ Այո։ Это ֆիլոսոֆական մուլտիկա Սաղ աշխարհը միացվում է մի շիշի մեջ Շիշը մենք ենք էլի Ուտրամար հոգինոսպարա երբ եմ ազատվելու Ուտրամար մենք անկախ մեզնից ասում ենք մերնեմ պրծնեմ մեր կանայք հիշում եք տատիկները պապիկները մերնեմ երբ մերնեմ ես պրծնեմ Ինչից որ ազատվենը շիշից Դոկտոր, լինելով էպիգենետիկ, ուսումնասիրել եք նաև գենետիկան մարդու։ Մահվան մասին լսելիս մարմինը ինչ ազդակներ է տալիս։ Մահման լուբոյ միտքը կապված է թոքերի հետ։ Որտեղ մենք շնչում ենք, որտեղ շնչում ենք։ Թոքերը ստեղծում են կյանք։ Ու եթե դու մտածում ես կյանքը որ կարող է կորցնես, թոքերը սկսում են ջրիկանալ։ Ալվեոլը, то есть բաները շատանում են, պուզերյոկները, որ կատուն փախչում է կատուի, մուկը փախչում է կատուից, իրան մեջ են թոքերին, արտադրում են հեղուկ, կիսլորոդ, վադարոդ, որ ինքը կարա հասցնի փախչի կատուից։ Ինքը գալիս է բունը, բունում ինքը հազում է, դուրս է գալիս, խորխ։ Ու հետո վաղը նորից է գնում, որտեղ ապրում է կատուն, ունդեղ հացուտում։ Նորից կատուն վազում է, ինքը գալիս է բունը։ Կամ չի գալի։ Նայած իշկանա արտադրվել հեղուկը։ Հեղուկն է կիսլորոդ վադարոդն է, էներգիան է։ Մարդու մեջ, իշկան ուզում ես հազա, մտքում եթե մնացել է, որ են անդեղ կատու կա, այդ թոքերի մեջ են արտադրվում է էլի նորին հեղուկը, որ ասում են ռակ։ Բայց դա ռակ չի։ 0,9% жидкости, соли, աղը։ Ոնց երեխու մամայի փորիկում երեխու կողքին 0,9% բաննա, հեղուկը։ Նույնը ռակի հեղուկն է, բջիջի մեջ։ Սպանում է ոչ բջիջը, ավախը։ Դոկտոր, կա նման մի խոսույթ, որ շատ մարդիկ այս կյանքում մեռած են ապրում։ Այսինքն չեն կարողանում լիարժեք ինքնադրսևորվել։ Հուսահատված են, հուսալքված են, կյանքը խամրած է նրանց համար։ Նման մարդուն ինչպես պետք է վեր հանել, ինչպես պետք է ցույց տալ իրական կյանքի արժեքը, ինչպես գունավորել նրա առօրյան։ Ոչ մի բան, թո սատկի։ Ինչու՞։ Դա իրան որոշում է։ Բա դուք չեք կարողանում բուժել նրան։ Եթե ինքը դիմի։ Եթե ինքը գա, ասե դոկտոր, սենց վիճակ ունեմ, պրոբլեմ չունես։ Բայց ես երբեք չեմ մոտիկան ասում, դավայ քեզ օգնեմ։ Որովհետև դա իրան կյանքն է։ Դրա համար մեր Հայաստանում սենց մոմենտ կա։ Переживать ենք անում հարևանի համար, քուրիկին երեխու համար, բայց դա քո կյանքը չի, դու իրավունք չունես խառնվես, մինչև քեզ չխնդրեն, նույնը կպչուն մտքերն է, կպչուն միտքը ինչ է, մայրական բնազդը, ոչ շատը կանանց է էլ լինում էսի, որովհետև մայրական բնազդը ստեղծված է հոգատարության համար, հոգատարության կերցնելու, ապահովելու, մեծացնելու։ Ու
երեխուն դու մեծացրել ես, բայց հարևանի համար մնացել է։ Դու գնում ես հարևանին հոգատարություն անում։ Բայց դա ուժը Աստծո դեմ է, որովհետև հարևանը արարիչի հետ առանձին պայմանավորություն ունի։ Դու էշ, վայ մեղքա, վայ խեղճա։ Չկասած։ То есть ուրիշի համար զոհաբերվելու համար ես ապահովում եմ իմ անվտանգությունը։ Չուկեցու։ Այսինքն դա էլ է էգոիզմ։ Բա ինչ։ Դոկտոր, Եթե դու ուրիշի համար անում ես, առանց քո օգուտ, ոչ մի բան չես անել։ Ինչքան էշեր դու խոսած։ Ես քո մասին եմ մտածում։ Չէ, ես իմ մասին եմ մտածում։ Իմ ապահովության, իմ անվտանգության, իմ մայրական, իմ հորական, իմ ծնողական բնազդի համար եմ մտածում։ Դա սուտ է։ Ես քո մասին եմ մտածում, ես գիշերը չեմ քնել, դու անշնորհակալ ես, քեմ սենց մամային, եթե ինքը իր սովոտ է գալի։ Դա ով պետք է գիշերը չքնի։ Հարևանը։ դոկտոր, հնարավոր է աստվածավախ մարդը վախենա մահից։ Աստվածավախ մարդ ուժը մեռած է։ Աստվածասեր մարդը կյանքը։ Եվ եթե դու Աստծո հետ ես, մահը եւ կյանքը ընդունում ես նույնը։ Մեր գիտությունով կա սենց պահ, պսիխոգեն մահ։ Եվ որ դու գնում ես խանութ, հետ գալուց չես հիշում ոնց ես եկել։ Դու չես եղել։ Մահը ինչ է, ես չկամ։ Կողքդ ծանոթը կաղնած, դու չես ճանաչում։ Պսիխոգեն մահ, դու ստեղ չես։ Печенье բաղերում, անցալում, ապագայում, ստեղ։ Это называется психогенная смерть. Իսկ քնի ժամանակ Նույնը, это психоген մահ։ Իսկ Դու չկաս։ Բայց մենք ինչու ենք վախում մահից, որովհետև մենք օրը 60-100 անգամ մեռնում ենք։ Ինչու ենք վախում, ես դա չեմ հասկանում։ ինչպես ենք մեռնում։ Օրը, որ ստեղ չկանք, Այդ ժամանակ մենք որտեղ ենք։ անցալում կամ ապագայում, Դա էլ է համարվում մահ։ Պսիխոգեն մահ, կամ արմենական մահ, որ դու չկաս, պոնդիստ, ասում է, ինչ է երազը, ժամանակավոր մահ, ինչ է մահը, մշտական երազ։ Դոկտոր, մահվան վախը շատերի մոտ այնպիսի զարգացում է ապրել ու ապրում, որ նրանք արդեն հասել են միտեղ, որտեղ հաճախ պատկերացնում են իրենց մահը, հուղարկավորությունը հարազատներին, ընկերներին, բարեկամներին եւ նրանք արդեն պատրաստվում են հրաժեշտ տալուն այս կյանքին, բայց նրանք դեռևս ողջ են։ Սա ինչի մասին է խոսում։ Դա էսի մանիպուլյացիա է, որ ես մեռնեմ, դուք սատկեք փոշմանեք։ Ոնց ես հիշում եմ մանկությունը, որ մաման մի բան չի թողել ես անեմ, գնամ ֆուտբոլի, ասում ես կմեռնեմ, դուք փոշմանեք։ Ու պատկերացնում եմ ինձ դագաղում, որ սաղ լացում են։ Ու մաման դագաղի ժամանակ փոշմանել է։ Вообще 99% մայ զրույցը մանիպուլյացիա է։ Բայց այդ մանիպուլյացիայի հետևն էլ է, չէ՞, թաքնված ինքնախաբեությունը։ Մարմինը չի ընդունում ինքնախաբեություն։ Ինքը ընդունում է իրան կյանքի որակը։ Մարդ երբ մանիպուլյացիայի է դիմում, ինքը չի հասկանում, որ դա ինքնախաբեություն է նաև։ Չէ։ Անվտանգության համար է ինքը անում այդ։ Հաճույք է ստանում դրանից։ Հա։ Պաշտպանվում է։
Իսկ չի գալիս մի ժամանակ, որ ինքը հասկանա, որ չէ, դա սխալ բան էր։ Իրեն այդքան էլ օգուտ չբերեց։ Եթե գիտակցություն է եկել հետո, կարող է ինքը հասկանա։ Բայց ինքը միշտ մանիպուլյացիա անելու է։ Նույն օրինակ թորնիկը սնգել է, ինքը լացում է։ Մենք ուշադրություն չենք դարձնում թորնիկին։ Ինքը նորից է լացում։ Հետո տեսնում եմ, էլ չի լացում։ Հետո նորից է անգնում։ Ինքը ինադու։ Որ նորից լացի։ Մենք չենք մոտիկանում, ինքը էլ չի լացում։ Բայց որ մենք մոտիկանում ենք, վա! Այնքան է սկսում գոռալ։ Որը մենք էներգիա ենք տվել իրան զոհի եւ խղճի կարգավիճակի։ Դոկտոր, այդ մանիպուլյացիան հաճախ որ դրսևորվում է նաեւ ֆոբիաների ձևով, վախերի ձևով, արտահայտվում է ընկերոջ հանդեպ, սիրած աղջկա հանդեպ, սիրած տղայի հանդեպ, ծնողների հանդեպ եւ մարդ իր կյանքով արդեն չի կարողանում ապրել։ Կյանքը վերածվում է մի ուրիշ մղձավանջի, անընդհատ վախ, անընդհատ մանիպուլյացիա, անընդհատ որ իրեն չեն հասկանա, անընդհատ որ իրեն փորձում են մեղադրել ու ինքն է սկսում արդեն դիմացինին մեղադրել։ Դա այդ process-ը երբ է սկսում զարգանալ։ Մարմինը, մեր եւ հոգին։ Ինքը հետաքրքիր չէ, դու ծնող ես կամ հարևան ես կամ բարեկամ ես։ Ինքը մտածում է իրեն կարգավիճակի մասին։ Օրինակ, եթե դու աղջկան ասում ես, ես քեզ սիրում եմ, իրականում դու իրան չես սիրում։ Դու իրան խոստովանում ես, որ ես քո հետ նստած լավ կարգավիճակում եմ։ Բայց էշեշ ասում ես, որ ես քեզ սիրում եմ։ Իրականում դա չկա։ Չկա ես։ Դա էլ Ես սիրում եմ իմ վիճակը, քեզ հետ նստած Moment. Փաստորեն դա էլ է էգոիզմ։ Բայց Այսինքն դուք մերժում եք սերը։ չկա սեր։ Կա ես սիրում եմ իմ վիճակս, քեզ հետ նստած։ Դոկտոր, դուք միայնակ դուրս եք գալիս հազարամյակներով եղած մի կարևոր արժեքի դեմ, սիրո դեմ եք дурс գալիս։ Իհարկե, դա սիրո դեմ չի, դա սեր չի, լահանդի զրույցա սերը։ Я люблю мое состояние, находясь рядом с вами. Все. Я тебя не могу любить, потому что я это не ты. Ուր մնաց հոգևոր սերը, դոկտոր։ Լահանդի զրույց։ Ինչի՞։ Եթե դու так հասկանաք, դու ունենալու ես սուպերմարտ։ Այսինքն դուք մարդու մեջից հանում եք զգացմունքները։ Զգացողությունները։ Печени բարերը։ Իլյուզիաները ստավ։ Սերը իլյուզիա է։ Բայց Ռեալ չէ սերը։ Ռոմանտիկան էլ է իլյուզիա։ ես սիրում եմ իմ վիճակը գտնվելով քո մոտ։ Ես քեզ չեմ կարող սիրեմ, ես դու չեմ։ Այսինքն սերն ու սիրահարվածությունը տվյալ անձին է վերաբերում։ Բայց դու ինձ տվել ես այն բանը, որ ես չունեի։ Դրա համար ես կապվում եմ քեզ հետ, որ ասում եմ, ուր ես, сволочь, արի մոտս, սկատինա, այանասուն, ուր ես, խանդը, մանդը, ես ինչա, զենքա, որ ես քեզ կանչեմ իմ մոտ, ես զենքա, դեղ սեր չկա, ես կոնտրոլա, դեղ սեր չկա, ես ուզում եմ, որ երեք դու ինձ լավ վիճակի մեջ ես գցել, ես ուզում եմ, որ դա կրկնվի, դրա համար ես սկսում եմ քեզ կոնտրոլանալ։ Դոկտոր, դուք երբևէ սիրահարվել եք։ Չեք սիրահարվել։ Այսինքն չգիտեք դա ինչ է։ Ես ինձ եմ սիրում Էրիկա։ Չգիտեք դա ինչ է, բայց դրա մասին խոսում եք։ Հա։ Ու մերժում եք։ Ու մարդկանց մոտ էլ ասում եք, որ դա չկա։ Ու չեք թողում, որ սիրեն։ Ես միշտ սիրահարված եմ ինձ։ Դա էլ մեկ ուրիշ հոգեբանական շեղման մասին է։ Հիմա ես ինչ ձեզ հետ խոսում եմ, ես ինձ եմ խոսում, ձեզ չեմ խոսում։ Դուք դրանից հաճույք եք ստանում։ Դա էլ կոչվում է ինքնասիրահարվածություն։ Եթե ես ինձ սիրում եմ, քեզ էլ կարամ
կարգավիճակ ստեղծեմ, որ դու լավ զգաս քեզ։ Բայց դա չի նշանակում, որ ես քեզ սիրում եմ։ Դու վարակվում ես իմ կարգավիճակից։ Հետաքրքիր եւ յուրահատուկ մոտեցում էր դոկտոր։ Եվ վերջում, ինչ խորհուրդ ունեք մեր հետևորդներին, ինչ խոսք ունեք, ինչի խնդիր եք տեսնում այսօր։ 3 հատ բան անջատեք։ Հավատ, հույս, սպասում։ 3 հատ մեղք։ Եթե անջատեք, մի 20 տարի ավել եք ապրելու։ Ή դաժե շատ։ Այսինքն հավատ պետք է չունենալ վաղվա օրվա հանդեպ։ Հույս պետք է չունենալ առհասարակ կյանքում։ Ապա նման խարխլված ձևով ինչպես պետք է ապրել։ Սպասում էլ չպետք է ունենաս։ Այսինքն հուսահատված ապրել։ Այսօր վարկյանում ես ապրում եմ։ Սո, ոչ շաս։ Այնա հետաքրքիր մարդա կողքես նստած։ Հերիք չի։ Ինչ ես պետք է մտածեմ պեչենի բաղերում։ Չէ, կարևորը գիտակցեցիք դոկտոր։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ ունեք մեր հետևորդներին ասելու։ Այդ 3 հատ բանը անջատեք։ Հավատը, հույսը եւ սպասումը։ Ապրեք այսօր էլի։ Այնքան կարճ է մեր կյանքը։ Մենք էշ ապագայում ենք կամ անցյալում, ապագայում ենք կամ։ Բայց когда жить начнёшь, չէ, երբ ես ապրել։ Բայց իսկապես գալու է ապրելու շրջանը դոկտոր։ Հիմա, հատե ես հիմա ապրում եմ քեզ հետ։ Մեծ մարդ եմ։ Բայց էներգիաս 18 տարեկանի։ Ինչու՞։ Որտեվ չունեմ ապագան կամ անցյալ։ Ամենայն բարիք ձեզ դոկտոր։ Լավ եղեք։ Կհանդիպենք եւ հետաքրքիր թեմաներ կշոշափենք։ Հաջող։ Եվ վերջում, մի օր բոլորս կմեռնենք, բայց մինչև այդ մենք ունենք ընտրություն. ապրել ամբողջությամբ, թե մեռնել հատվածաբար։ Ու եթե երբևէ նորից զգաս, որ մահվան վախը մոտենում է քեզ, ուղղակի հիշիր. մահը գալիս է մի օր, բայց վախը ամեն օր։ Ընտրությունը քոնն է։ Ահա այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի կյանքի որակ կենտրոնի տնօրեն էպիգենետիկ Գեորգի Ավագյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։